Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը Facebook-յան իր էջում նկար էր տրել կոլաժով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովից նկար եւ իրենց տարեվերջան, չգիտեմ ինչ միջոցառումներից մեկից նկար եւ գրել, որ պարակված Հայաստանի եւ համախմբված Հայաստանի տարբերություններն են սրանով ներկայացվում եւ այս տարի ուժեղ Հայաստանը հաղթելու է։ Ուժեղ Հայաստան երևի նկատի ուներ իրենց Հայաստանը, իրենց մեր ձևով Հայաստանը։ Բայց գիտեք ինչն է տարբերությունը, իրական տարբերությունը մեր ձևով եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Հենց նրանով, որ քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն է, իսկ մեր ձևովը իրենք գիտեք ինչ են անում դրան դրել։ Մեր ձևով ժողովրդական, ապաքաղաքական, կամավորական շարժում։ Հասկանում եք, իրենք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, բայց անունը դրել են ապաքաղաքական, կամավորական շարժում։ Եվ օրերս էլ մի քանի շաբաթ առաջ ավելի ճիշտ Վարշապետ Փաշինյանի եւ հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային քննարկման անդրադառնալով Նարեկ Կարապետյանը իր այդ պատասխաններից մեկի ընթացքում գիտեք ինչին է անդրադառնում այն նրան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նվիրատվությունների ցանկում ինչ որ անճշտություններ է նկատվել հետաքննող լրագրողների կողմից, որը հետո պարոն Կարապետյանը չի ասում, որ ուղղվել է եւ որ գումարը ուղղվել է պետական բյուջե եւ այլն։ Այսինքն նա մատնանշում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նվիրատվություններում եղել են օրենքի առումով անճշտություններ։ Իսկ ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ինձ թվում է փողերի լվացում շատ տեղեր կտեսնենք, օրինակ տարբեր կուսակցություններ կան, որոնց անդամները տեղյակ չեն, որ այդ կուսակցությանը գումար են փոխանցել։ Օրինակ լրատվականներ կան, որ զանգում են այդ կուսակցության անդամներին, օրինակ իշխող։ Եվ հարցնում են, ասում են դու տեղյակ եք, որ գումար եք փոխանցել ձեր կուսակցությանը, ասում են ոչ։ Բայց պարոն Կարապետյան, գիտեք ինչու են այդ անճշտությունները ի հայտ եկել մեր հետաքննող լրագրողների կողմից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, չգիտեմ, կենտրոնական հանձնաժողովի կողմից, իրավապահ համակարգի կողմից այնպիսի հնարավոր խախտումները գտնվում եւ հետևանքներ ունենում։ Ինչու՞, որովհետեւ մենք գրանցված կուսակցություն ենք, մենք առաջնորդվում ենք գրված օրենքներով, մենք մնում ենք այդ օրենքների շրջանակներում, պարոն Կարապետյան, ի տարբերություն ցեզ, որ հենց առաջին օրվանից դուք զբաղվում եք քաղաքական գործունեությամբ, բայց մարդկանց խաբում եք ու չեք գրանցում ձեր կուսակցությունը։ Ինչու՞, որովհետեւ պարոն Կարապետյան, դուք այդպիսով շրջանցում եք եղած բոլոր օրենքները, դուք չեք ենթարկվում կուսակցությունների մասին օրենքին, այսինքն այդ սահմանափակումների, որոնք կան կուսակցությունների մասին նվիրատվությունների մասով, ծախսերի մասով, օրինակ դուք, պարոն Կարապետյան, բազմաթիվ գրասենյակներ եք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում եւ Երևանում բացում, հարյուրավոր աշխատակիցների եք վարձում, հարյուրավոր հազարավոր դրամներ աշխատավարձեր եք բաժանում այդ մարդկանց, գովազդներ եք անում, Գյումրիում օրինակ զարդարում եք, բարեգործությամբ եք զբաղվում, այդ բարեգործության վրա գրում եք մեծ տարերով, մեր ձևով անունը եւ որևէ օրենք, որևէ շրջանակ չկա, որով դուք պետք է ստուգվեք օրինակ հետաքննող լրագրողների կողմից եւ բացահայտվի ձեր օրինակ վերազանցությունները, որոնք օրենքով սահմանված են եւ դուք վերազանցել եք օրինակ կամ չգիտեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավասություն ունենա ստուգի տեսնի արդյոք դուք մնում եք այն օրենքների շրջանակներում, որի շրջանակներում օրինակ մնում է քաղաքացիական պայմանագիրը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ իրավապահ կառույցները եւ այլն, պարոն Կարապետյան, դուք շրջում եք մարզերում քաղաքական գործունեություն եք իրականացնում, քաղաքական հայտարարություններ եք անում, հայտարարում եք, որ մասնակցելու եք ազգային ժողովի ընտրություններին, բայց քաղաքական կուսակցություն չեք գրանցում։ Դուք հայտարարում եք ժողովրդին, որ գործարաններ եք բացելու եւ այլն։ Այսինքն ձեր առաջին սուտը գործարան բացելու մասին սուտը չէ, ձեր առաջին սուտը հենց նա է, ձեր գործունեության տեսակով արդեն իսկ խափում եք ժողովրդին եւ փորձում եք շրջանցել գործող օրենքները, սահմանադրությունը։ Եվ պարոն Կարապետյան, դուք ստով մտել եք քաղաքական պայքարի մեջ եւ փողը միայն բավարար չի լինելու քաղաքական հաջողությունների հասնելու համար։ Պարոն Կարապետյան, եթե գործարան եք բացել, հենց հիմա կարող եք այդ գործարանը բացել։ Ես վստահ եմ, որ հաջողություն ունենալու դեպքում, եթե դուք իշխանություն կազմեք, պետականորեն գործարաններ չեք ստեղծելու։ Սա կոմունիզմը չի, սովետական Հայաստանը չի, կոմունիստական բարգերին չեք վերադառնալու, պետությունը գործարաններ չի բացելու, չի աշխատեցնելու, դա արդյունավետ չի։ Դուք ինքներդ էլ դա գիտեք, պարոն Կարապետյան։ Եվ ուրեմն ինչու հենց հիմա չեք բացում, եթե մասնավորն է դա անելու, այսինքն ձեր
ընտանիքի ֆինանսական միջոցներով եք տանում, ինչու՞ հիմա չեք անելու, պարոն Կարապետյան։ Հենց հիմա այդ բազմաթիվ պետական ծրագրեր կան, որոնք աջակցում են բիզնեսմեններին, ներդրումներին, դիմեք, ես վստահ եմ, որ միանշանակ աջակցելու է պետությունը օրենքների շրջանակներում, եղած ծրագրերի շրջանակներում եւ որևէ խոչընդոտի դուք չեք պահելու, պարոն Կարապետյան։ Եվ ինչու եք մարդկանց խափում, որ կարող եք գործարաններ եք բացելու։ Եվ ինչու եք մարդկանց խափում ու կուսակցություն չեք գրանցում կամավորական, ինչ կամավորական շարժում, ինչ ապաքաղաքական կամավորական շարժում, պարոն Կարապետյան։ Լավ էլի։ Ահա սա է, պարոն Կարապետյան, մեր ու ձեր տարբերությունը, որ մենք ժողովրդին չենք խափում, եւ մեր կուսակցությունը ոչ թե կամավորական ապաքաղաքական շարժում, որպեսզի շրջանցի Հայաստանի Հանրապետության գործող կուսակցությունների մասին օրենքը, սահմանադրությունը եւ այլն։ Ահա սա է մեր ու ձեր տարբերությունը։